Այսօր ինչ ուղերձով եք միացել այս ակցիային։ Տեսեք, ընդհանրապես հայ առաքելական Սուրբ եկեղեցին եւ մենք հոգեվորականներս բնականաբար լինելով հայ առաքելական Սուրբ եկեղեցու հավատարիմ զավակներ միշտ դեմ ենք եղել անարդարությանը, ապօրինությանը, ինչի ականատեսը մենք այսօր մեր երկրում եւ երկրից դուրս տեսնում ենք։ Մեր եղբայրները եւ հայրերը այսօր գտնվում են անազատության մեջ եւ բոլորովին անհիմն կերպով չկա որևէ գործ, այսպես որ ձևակերպենք, եւ դրա համար էլ մեր պարտքն է, որ մենք այսօր այստեղ կանգնենք այս կազմակերպված միջոցառմանը եւ ուղղակի մեր խոսքը հղենք մարդկանց, ովքեր որ մեզ լսում են։ Տեսեք, եկեղեցու դեմ արշավի շրջանակներից է արդյոք օրինակ պատգամավորի եղբայրը առաջարկում է անգամ հիվանդանոցներից հանել աղոթատեղիները։ Ինձ մեկ անգամ հարցրեցին, թե եկեղեցու դեմ էր, որ բանակի հոգևոր հովությունը փակեցին, ես ասացի հետևյալը, այդ քայլը եկեղեցու դեմ չէ։ Այդ քայլը հայ մարդու եւ ընդհանրապես բոլորիս դեմ է, որովհետեւ բանակում ծառայում են բոլորը, բոլորի տղաները։ Իմ տղան էլ է ծառայում, դաշնակցականի տղան էլ, քաղաքացիական պայմանագրի պատգամավորի տղան էլ, բոլորի տղաներն էլ ծառայում են եւ բանակը այն վայրն է, որտեղ քաղաքականություն չկա եւ անաչառ են մոտենում մեր հոգեվորականները, մոտեցել մեր հոգեվորականները իբրև իրենց եղբայրների եւ իբրև իրենց զավակների են մոտեցել։ Ուրեմն երբ որ դուրս են բերում օրինակ բանակի հոգևոր հովությունը, դա եկեղեցու դեմ չէ, մեր հոգևորականները, ովքեր որ ծառայում էին բանակում եւ հիմա դուրս են եկել, ելի իրենց ծառայությունը շարունակելու են բոլորի։ Նույնը, ես չգիտեմ, եթե արդեն խոսակցություններ են պատտվում բժշկական հաստատությունների վերաբերյալ, նույնը այնտեղ է, նորից բուժվում են, այսինքն բոլորն էլ կարող են հիվանդանալ, չէ՞, երբ որ մարդը առողջությունը կորցնում է, չեն հարցնում ինքը ինչ հայացքների տեր է, եւ բոլորն էլ աղոթում են։ Այս մասով որևէ մեկը չի կարող հակառակ բան ասել։ Եթե դուրս բերեն այնտեղից էլ, նշանակում է նորից ոչ թե եկեղեցու դեմ են։ Մենք արկածը հոգեվորականներս այդ խնդիրը չունենք։ Մեր աղոթելու տեղն է, որտեղ է լինի, մենք աղոթում ենք։ Հիմա տեսեք, այսօր անազատության մեջ են գտնվում 4 սրբազան հայրեր, իրենք աղոթում են, թե չեն աղոթում։ Մեզանից շատ են աղոթում։ Այսինքն այդ քայլերը, եթե մտածում են, որ եկեղեցու դեմ է, դա եկեղեցու դեմ չէ, այդքան նեղ չէ հարվածը, ամբողջ հայ ժողովրդի դեմ է։ Հիմա հարցրել են կարծիք, օրինակ եկեղեցու պատմություն առարկան, որ դպրոցից դուրս բերեցին, հարցրեցին կարծիք աշակերտների եւ հազարավոր աշակերտների եւ ուսուցիչների, բանակից դուրս բերելուց, հարցրեցին զինվորների եւ սպաների կարծիքը եւ այլն։ Այսինքն մենք ասում ենք մեր կարծիքը, որ դա ոչ թե եկեղեցու դեմ է, այլ հայ ժողովրդի դեմ է։ Շնորհակալություն, օրինաբեր ծառայություն։ 7 եպիսկոպոսների մասով քրեական փաստորեն հանրային քրեական հետապնդում նախաձեռնված քննչական կոմիտեի կողմից եւ ըստ էության ստեղծվում է մի իրավիճակ, որ կաթողիկոսի գործողությունները իրավական ուզում են ընթացք ստանա։ Հիմա ստեղծվում է իրավիճակ, որ նա ցանկացած գործողություն իրավական ընթացք են ուզում որպես իրականացվի։ Հիմա ինչ է լինելու։ Ինչ դուք խնդիր եք տեսնում այս առումով եւ ինչ զարգացումներ կարող են լինել, որովհետեւ ասում են հաջորդը կաթողիկոսներն։ Այս մենք էլի ասել ենք, տեսեք, ցավի սիրտ որևէ բանից էլ չենք մենք զարմանում, այն որ մեր եպիսկոպոսները, գիտեմ, որոշում է կայացվել, քրեական գործ է հարուցվել, այս ամեն ինչը, որ ասում են քրեական գործ որոշում, մի տեսակ ծիծաղ ու ժպիտ է առաջացնում, որովհետեւ եկեղեցին միշտ իր ժողովները, Գերագույն հոգևոր խորհրդի, եպիսկոպոսատ ժողովներ, տեղական ժողովներ արել է եւ երբևիցե այսպիսի բան չի եղել։ Այսինքն դա ասել ենք, ասում ենք, սահմանադրության խախտում է, դա օրենքների խախտում է, եկեղեցին անջատ է պետությունից իր նիստուկացով, կանոններով, օրենքներով, իր կանոնադրության առհասարակ։ Թե եպիսկոպոսատ ժողովից ինչու են այդքան անհանգստանում, վախենում, որ նման գործողություններ արουν, որ չկարողանան։ Ես չեմ կարող ասել վախենում են, թե չեն վախենում, բայց
որ կարևորում են բոլորը եպիսկոպոսատ ժողովը, դա փաստ է, եւ որ կարևորում են շատ լավ է, պիտի կարևորեն, բոլորն էլ պիտի կարևորեն եւ դրանով իսկ ցույց են տալիս ինչքան էլ բարձրաձայն են, որ մենք չենք ընդունում այսպես ասած լեգիտիմ չէ այդ որոշումները, այս քայլով ցույց են տալիս, ովքեր որ ուզում են խոչընդոտել եպիսկոպոսատ ժողով այս քայլով ցույց են տալիս, որ այո իրանք ընդունում են եւ վեհապար հայրապետի իշխանությունը եւ մեր եպիսկոպոսների եպիսկոպոսատ ժողովի որոշումները, ինչը շատ լավ է եւ մեր ժողովուրդն էլ սա տեսնում է։ Չեմ կարող ասել այդ հարցերին, մայրաթորը կանդրադառնա, հայտարարությամբ հանդես կգա եւ մենք բոլորս կտեսնենք։ Որևէ բան չի բացառվում։ Ներողությունից հավանական է, որ որոշում փոխվի եւ այնուամենայնիվ Հայաստանում անցկացվի եպիսկոպոսատ ժողովը հաշվի առնելով այս ռեպրեսիաները։ Հստակ չեմ կարող պատասխանել, բայց ի սկզբանե եպիսկոպոսատ ժողովը տեղափոխվեց Հայաստանից դուրս, մայրաթորն էլ հայտարարությամբ հանդես եկավ, որովհետև մտավախություն կար, վտանգ էին զգում։ Դրա համար որոշվեց, որ եպիսկոպոսատ ժողովը դուրսը պիտի արվի, Ավստրիայում այս դեպքում։ Հիմա Հայաստանում կարվի թե չէ, ես քիչ հավանական եմ համարում։ Դեր Փարեն, իսկ հավանական է հենց մոտենան ժամանակահատվածը, երբ որ եպիսկոպոսատ ժողով լինի, էլի կլինեն քրեական գործեր մյուսների հանդեպ։ Արդյոք վտանգավոր չի որոշումը, որ եպիսկոպոսատ ժողովը անցկացվի Հայաստանում։ Դե դրա համար մայրաթորը հանդես եկավ հայտարարության, որ եպիսկոպոսատ ժողովը դուրսը պիտի արվի, որովհետև ինքը հենց մայրաթորը արտահայտեց, որ վտանգ է զգում։ Ինչ որ բաներ զգում է, որ կարող է այնպես չլինել։ Դրա համար որոշեց, որ եպիսկոպոսատ ժողովը դուրս է լինի։ Իսկ թե ինչ կլինի, քրեական գործեր կլինեն, թե չեն լինի, ես անկեղծ ասած չեմ բացառում, բայց միևնույն ժամանակ ասում ենք, որ բոլոր այդ քրեական գործերը հիմա մեր սրբազան հայրերի 4 սրբազան հայրերի դեմ հարուցված քրեական գործերը անհիմն են, բոլորն են տեսնում, լրատվամիջոցներն էլ են տեսնում, մարդիկ էլ են տեսնում, ուղղակի սա նորից պիտի այս բառն ասեմ, ժպիտ է առաջացնում, անիմաստ ինչ-որ բաներ են, երեք օրինակ Միքայել Սրբազանի դատն էր, դրանից առաջ մեր մյուս սրբազան հայրերի դատն էր, բոլորը տեսնում եք, որ անհիմն են։